Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի հայրենակիցներ։ Այս զեկույցի շրջանակում կխոսեմ 3 հարցերի մասին։ Նախ կանդրադառնամ 2025 թվականի պետական բյուջեով կատարված կապիտալ ներդրումների հարցին, որպես կայուն եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման էական գործոնի։ Այնուհետև կխոսեմ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական եւ սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների մասին։ Ելույթս կեզրափակեմ արդյունավետ հանրային կառավարման համակարգի կայացման ուղղությամբ 2025 թվականի ընթացքում իրականացված գործընթացներին, որոնք առաջիկա տարիներին էական ազդեցություն կունենան հանրային կառավարման եւ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցում։ Կապիտալ ներդրումների արդյունավետ իրականացումն ունի էական նշանակություն, ինչպես մեր տնտեսության մրցունակության եւ կայուն տնտեսական աճի ապահովման, այնպես էլ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, կրթության, առողջապահության, էներգետիկ, ջրամատակարարման, ճանապարհային եւ այլ կենսական համակարգերի բարելավման միջոցով։ Դա է պատճառը, որ այս ծախսերի ավելացումը, կատարվող ներդրումների որակի եւ արդյունավետության բարձրացումը շարունակել են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում նաև 2025 թվականին։ Այսպես, 2025 թվականին պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակել են զգալիորեն աճել, կազմելով 702.5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26%-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշը ավելի քան 4.6 անգամ։ Այս թվում շարունակել են էականորեն աճել տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ներդրումները, որոնք 2025 թվականին կազմել են 273.5 միլիարդ դրամ, 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58 միլիարդ դրամով։ Կարևոր է նաեւ նշել, որ այս ցուցանիշը 3 անգամ ավելին է, քան նույն ուղղություններով 2018 թվականի կապիտալ ծախսերի մակարդակը։ Եթե տարվա ընթացքում կատարված տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումներին գումարենք նաեւ սուբվենցիոն ծրագրերով համայնքների զարգացման ուղղված կառավարության համաֆինանսավորման հատկացումները, ապա կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեից ֆինանսավորված կապիտալ ծախսերի հանրագումարը 2025 թվականին կազմել է 321.1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավելին է 24%-ով։ Այս թվային ցուցանիշների հիմքում ընկած են կրթության եւ առողջապահական, ճանապարհային, ռոռոկման եւ խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ուղղված շատ կարևոր նախաձեռնություններ։ Ժամանակի սղության պատճառով բոլոր կարևոր հարցերի մասին մանրամասնորեն խոսել հնարավոր չի լինի, սակայն կանդրադառնամ դրանցից ամենահիմնականներին։ 2025 թվականի կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից է եղել կրթական հաստատությունների, մասնավորապես 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման եւ նորոգման ծրագիրը։ Այս ուղղությամբ 2025 թվականի պետական բյուջեով փաստացի ծախսվել է 119 միլիարդ դրամ, որը ներառում է նաեւ սուբվենցիոն ծրագրերով կառավարության համաֆինանսավորման արժեքը, ինչը շուրջ 67 միլիարդ դրամով կամ 2.3 անգամ գերազանցում է 2024 թվականի եւ 25 անգամ 2018 թվականի ցուցանիշը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ այս գրանցված աճը տեղի է ունեցել կատարվող աշխատանքների որակին ներկայացվող պահանջների շարունակական բարձրացման պայմաններում։ 300 դպրոց ծրագրով 2021 եւ 2026 թվականների ընթացքում իրականացվել են 374 հանրակրթական հաստատությունների կառուցման եւ նորոգման աշխատանքներ։ 2026 թվականի հունիսի 10-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են 138 հաստատություններում, այս ամսվա ավարտին այդ թիվը կհասնի 170-ի, սեպտեմբերի 1-ին կլինի ավելի քան 240, իսկ 2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը։ Ներկայումս կառուցման մեջ գտնվող 74 հանրակրթական հաստատություններում շինարարական աշխատանքները կավարտվեն ոչ ուշ քան 2027 թվականի ընթացքում։ Այս 300-ից ավել 74 հանրակրթական հաստատությունների կառուցումը մեր դպրոցաշինական ծրագրի այն մասն է, որով մեկնարկել ենք կառավարության հաջորդ 300 դպրոցների կառուցման ծրագիրը։
500 մանկապարտեզ ծրագրով 2021-2026 թվականների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 536 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ընդ որում 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանքներն արդեն ավարտել էին 306 նախադպրոցական հաստատություններում եւ այս տարվա ավարտին առնվազն 500-ում այդ աշխատանքները ավարտված կլինեն։ Ինչպես կարող ենք տեսնել, աշխատանքների ծավալային աճը հսկայական է եւ այն հնարավոր է դարձել մի քանի էական գործոնների շնորհիվ։ Նախ կցանկանայի նշել այն, որ կառավարությունը հաստատելով 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման ծրագրային առաջնահերթությունը դեռևս 2021 թվականին շինարարական կազմակերպությունների համար հայտարարել է այս ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելացնելու հստակ եւ կանխատեսելի պլան, ընդգծելով աշխատանքները ժամանակին ավարտելու եւ դրանք որակով կատարելու կարեւորությունը։ Բավարար է նշել, որ ծրագրի մեկնարկի տարում դպրոցի եւ մանկապարտեզների կառուցման եւ նորոգման աշխատանքներում մասնակցող շինարարական աշխատանքների քանակը չէր գերազանցում 20-ը, իսկ այսօր այդ կազմակերպությունների քանակը գերազանցում է 200-ը։ Ընդ որում, մեկնարկային տարում շինարարական աշխատանքների ուշացումները ոչ թե բացառություն էին, այլ տեղի էին ունենում շատ հաճախ։ 2025 թվականին մենք ընդհուպ մոտեցել ենք նրան, որ պայմանագրով սահմանված աշխատանքների գերակշիռ մասն ավարտվել են ժամանակին եւ ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ դրանք ավարտվել են ավելի շուտ, քան նախատեսված է եղել պայմանագրով։ Պետք է արձանագրել, որ պահանջների հստակությունը տվել է իր սպասվող դրական արդյունքը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, 2025 թվականը կարող ենք համարել այն տարին, երբ նախատեսված աշխատանքներն առավելապես իրականացվել են սահմանված ժամկետներում եւ պահանջվող որակով։ Իհարկե, եղել են նաեւ խնդրահարույց դեպքեր, եւ դրանց պատճառով ստիպված ենք եղել հրաժարվել այն կազմակերպությունների հետ համագործակցությունից, որոնք թերացել են որակի հարցում կամ ժամանակին չեն կատարել ստանձնած աշխատանքները։ Կարող ենք արձանագրել նաեւ, որ մեր շինարարական կազմակերպությունների մեծ մասը 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագիրը համարել են որպես սեփական կարողությունները զարգացնելու իրական հնարավորություն եւ հասել են շատ նկատելի արդյունքների։ Դրանցից շատերն այսօր դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցում ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի բնակավայրերում։ Այսպիսով 2026 թվականի տարեվերջին կունենանք ամբողջ ծավալով իրականացված եւ 100%-ով կատարված ծրագիր, կառուցված կամ նորոգված նոր գույքով ապահովված առնվազն 300 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ, ինչպես նաեւ ամուր հիմքեր ծրագրի հաջորդ փուլը սահուն շարունակելու համար։ Կապիտալ ներդրումների իրականացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն են ունեցել ճանապարհաշինական ծրագրերը։ Դրանց շրջանակում 2025 թվականին կառուցվել կամ նորոգվել են շուրջ 504 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաև իրականացվել են 12 տրանսպորտային օբյեկտների, 10 կամուրջների եւ 2 տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման աշխատանքներ։ 2025 թվականին զգալի առաջընթաց է արձանագրվել հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով կառուցվող տարբեր ճանապարհահատվածների ուղղությամբ։ Մասնավորապես ավարտվել եւ երթևեկության համար ամբողջովին բացվել է Աշտարակ-Գյումրի մոտ 84 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը։ Մեկնարկել են Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետր ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցման միջազգային մրցութային գործընթացները։ 2026 թվականին նախատեսվում է դրանք ամփոփել եւ մինչեւ տարեվերջ կնքել համապատասխան կառուցման պայմանագրեր։ Աշխատանքներ են տարվել Սիսիան-Քաջարան ծրագրի Բարգուշատի 8-6 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման ծրագրի մեկնարկի ուղղությամբ, որոնց արդյունքում 2026 թվականի մայիսի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ֆրանսիական Vansi Construction Grants Project եւ Razel Bexas ընկերությունների միջև կնքվել է թունելի կառուցման վերաբերյալ համագործակցության հուշագիր։ Մինչև տարեվերջ նախատեսվում է այս ծրագրի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Նախորդ տարի մեկնարկել է նաև Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման եւ տեխնիկական հսկողության միջազգային մրցույթները։ Այս ամսվա ընթացքում կմեկնարկեն դրա շինարարական աշխատանքները։ Կառավարության գերակայություններից է եղել ջրային ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի իրականացումը, խմելու եւ ոռոգման ջրի կուտակման, կորուստների նվազեցման, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման եւ ջրի հասանելիության ընդլայնման նպատակներով։ 2025 թվականի ընթացքում
հաջողությամբ ավարտին հասցվեցին Վեդի ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման ֆիզիկական աշխատանքները եւ մեկնարկեց ջրամբարի ջրալցման գործընթացը։ Այս պահին ջրամբարում արդեն իսկ առկա է 9.5 միլիոն խորանարդ ջուր, մինչև այս ամսվա ավարտը նախատեսվում է այդ ծավալը հասցնել առնվազն 12 միլիոն խորանարդ մետրի, որը ջրամբարի հզորության 40%-ն է։ Ուզում եմ նաև պարզաբանել, որ շահագործման մեկնարկը փուլային գործընթաց է, այն տեղի ունենում աստիճանական կարգով, որովհետև այդ ինժեներական կառուցվածքը պետք է հասնի իր կայունացման նախագծով նախատեսված ցուցանիշներին։ Ջրամբարի շահագործման արդյունքում հնարավոր կլինի մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգին, ապահովելով ավելի քան 3.2 հեկտար հողերի հուսալի ոռոգում, ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության հնարավորությամբ, իսկ այդ սպասարկման տարածքի ոռոգման համակարգի ենթակառուցվածքներում ջրի կորուստները կնվազեն առնվազն 20-25%-ով։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ 2025 թվականին, ինչպես նախորդ տարիների ընթացքում, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրը բարելավելու հարցերը շարունակել են մնալ կառավարության հիմնական առաջնահերթությունների թվում։ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր այս ուղղությամբ կառավարության կողմից իրականացված ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել են հուսալի նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցում ապահովելու համար։ Եթե 2023-2024 թվականներին բյուջետային ծրագրերով ֆինանսավորվող աջակցության ձևաչափերում կառավարության առաջնահերթությունը տեղահանվածների կեցության ծախսերի, այդ թվում վարձավճարների փոխհատուցման եւ հրատապ դրամական աջակցության ծրագրերի իրականացումն էր, ապա 2025 թվականին առաջնային է համարվել բնակարանային լուծումների, սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցությունը ամրացնելու նպաստող ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես շարունակվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հետևել ենք ծրագրի իրականացման ընթացքին, ընդունել ենք որոշումներ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու եւ գործընթացի արագացման ուղղված փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Եթե ծրագրի մեկնարկը ենթադրում էր բնակարանի գնման համար սերտիֆիկատների տրամադրման որոշ հերթականություն, ապա 2025 թվականի հուլիսի 1-ից սերտիֆիկատների ստացման հնարավորությունը բացվեց ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար, անկախ ընտանիքի կազմից։ 2025 թվականին ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում զգալիորեն ընդլայնվեց նաև այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը սկզբնապես սահմանված 3 միլիոն դրամից բարձրացվեց եւ սահմանվեց 4 միլիոն դրամ։ Մինչ այդ 452 բնակավայրերում էր այդ չափը նախատեսված, փոփոխությունից հետո այն սահմանվեց 611 բնակավայրերի համար։ Այս ուղղությամբ լավարկումները շարունակվել են նաև 2026 թվականի մարտին Երևանի սահմանակից մարզերի բնակավայրերում նույնպես մեկ անձի համար նախատեսված սերտիֆիկատի կամ հավաստագրի հատկացման չափը 3 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 4 միլիոն դրամ։ Ընդ որում բարելավումը տարածվեց նաև նախկինում իրացված հավաստագրերի շահառուների համար, թույլ տալով, որ ավելացող ֆինանսական միջոցներն օգտագործվեն աջակցության ծրագրով նախատեսված այլ ծախսային ուղղություններով։ Արդյունքում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքների, որոնցում ներառված են 26432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13.4 մարդն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը։ Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնաց բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ֆինանսավորող առևտրային բանկերին վարկերի վերադարձը եւ դրանց սպասարկման տոկոսային ծախսերը կատարվելու են առաջիկա տարիներին բյուջետային միջոցներով, ապա այդ աջակցության շրջանակում կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը արդեն իսկ 85 միլիարդ դրամ է։ 2025 թվականին տարեվերջին կառավարությունը հաստատեց նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Դրա նպատակն է բնակարանային խնդրի կարգավորման այլընտրանքային եղանակ առաջարկել մինչև 3 անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանային խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ
կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի հուլիսից։ Մեր հայրենակիցների կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ ծրագրերին զուգահեռ շարունակվել են նաև դրամական աջակցության ծրագրերը, դրանք դարձնելով առավել հասցեական։ Մասնավորապես 2025 թվականի ապրիլից 40 գումարած 10,000-ական կեցության աջակցության ծրագրի շրջանակը վերանայվեց, աջակցությունը շարունակելով մինչև 18 տարեկան երեխաների, թոշակառուների եւ սոցիալական այլ խոցելիություն ունեցող անձանց համար։ Փոփոխության նպատակն էր խրախուսել աշխատանքը եւ մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Հայաստանի տնտեսական կյանքին։ Արդյունքում կեցության ծախսերը հոգալու համար աջակցության փոփոխված ծրագրի շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ շարունակել է աջակցություն ստանալ շուրջ 44,400 մարդ, իսկ 2025 թվականին պետական բյուջեից այդ նպատակով ֆինանսավորման փաստացի ծախսը կազմել է 32,7 միլիարդ դրամ։ 2025 թվականի հունիսին կառավարությունը հաստատեց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր տեղահանված ընտանիքներից առավել կարիքավորներին աջակցելու նպատակով։ Սա լրացուցիչ աջակցություն է դեպ։ Ծրագրի շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ աջակցություն է տրամադրվել 6168 ընտանիքների, իսկ այս ուղղությամբ 2025 թվականի պետական բյուջեից փաստացի ծախսը կազմել է 2 միլիարդ 200 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ 2025 թվականին վերոնշյալ աջակցության ծրագրերի ուղղությամբ ծախսվել է շուրջ 38 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականի պետական բյուջեով նույն ծրագրային ուղղություններով հատկացումների գումարը 55 միլիարդ դրամ է։ Մեր հայրենակիցների կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից կառավարությունը կարևորել է նաև վերջիններիս զբաղվածության խթանման ուղղված միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես 2025 թվականին շարունակվել է դեռևս 2024-ին հաստատված տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը, որի միջոցով աջակցություն է ստացել 952 անձ, ի հավելումն 2024 թվականին ծրագրի շահառու դարձած 1800 անձանց։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին պետական բյուջեից հատկացումների գումարը կազմել է 570 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով աջակցության ծրագրերի միմյանց փոխլրացնելու կարևորությունը 2025 թվականի տարեվերջին կառավարության որոշմամբ հաստատվեց նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը, նախատեսված այն մեր հայրենակիցների համար, ովքեր բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ստացել եւ իրացրել են իրենց հավաստագրերը։ Ծրագիրը նպատակ ունի ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի եւ իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման եւ դրամաշնորհային աջակցության միջոցով նպաստելու նոր բնակավայրերում մեր հայրենակիցների տնտեսական կայունացմանը։ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ այս ծրագրի շրջանակներում 156 շահառուներ արդեն իսկ ընդգրկված են ծրագրի շրջանակներում եւ մասնակցում են բիզնես դասընթացների։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 31300 տեղահանված մեր հայրենակիցներ ունեն մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն։ Շարունակվել է բուհերում եւ քոլեջներում ուսանողների ուսման վարձիլերի կամ մասնակի փոխհատուցման աջակցության ծրագիրը, որի շահառու են եղել քոլեջների 456 եւ բուհերի 2761 ուսանողներ։ Այս նպատակով 2025 թվականին պետական բյուջեից մասնագիտական կրթություն ստացող անձանց ուսման վարձավճարները փոխհատուցելու ուղղությամբ հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025 թվականին պետական բյուջեից փաստացի ծախսվել է 45 միլիարդ 700 միլիոն դրամ, իսկ 2023 թվականից ի վեր շուրջ 146 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական եւ հանրակրթական ծառայությունների, ինչպես նաեւ կենսաթոշակների հատկացման գծով առանձին ծախսային հաշվառում չենք իրականացնում եւ նրանք ամբողջությամբ ներառված են այս ուղղությամբ պետական ֆինանսավորման նշված ծրագրերում։ Երրորդ հարցը, որի մասին կցանկանայի խոսել, կատարողականի գնահատման համակարգի վերաբերյալ պիլոտային ծրագիրն է, որը մեկնարկեց 2025-ին։ Որպես կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագիր,
ինչպես նաև դրա արդյունքում հանրային հատվածի վարձատրության ուղղությամբ նախատեսվող համակարգային բարեփոխումների հարցին։ Կառավարության ծրագրով եւ ռազմավարություններով սահմանված նպատակների արդյունավետ իրականացման տեսանկյունից առաջնային նշանակություն ունի պետական համակարգում բանիմաց եւ մրցունակ հանրային ծառայողների ապահովումը, ինչպես վերջիններիս կարողությունների շարունակական զարգացման, այնպես էլ նոր բարձրորակ կադրերի նվիրման միջոցով։ Ոչ պակաս կարևոր է կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսներն ըստ կառավարության առաջնահերթ անելիքների հասցեագրելու խնդրի լուծումը, դրանց պատշաճ եւ ժամանակին կատարումն ապահովելու նպատակով։ Ընդ որում, այս փոխկապակցված նպատակների իրականացումը դիտարկում ենք որպես կառավարման արդյունավետության, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացման անհրաժեշտ պայման։ Հանրային ծառայությունում եւ ոչ պետական հատվածում վարձատրության համեմատական վերլուծությունը փաստում են պետական համակարգում վարձատրության նվազ մրցունակության մասին, ինչն այն պակաս գրավիչ է դարձել բարձր որակավորում ունեցող կադրերի համար։ Ավելին, ըստ տարբեր փորձագիտական գնահատումների, աշխատավարձի գործող համակարգը չի խրախուսում հանրային ծառայողների ավելի բարձր պաշտոնի ձգտումը, ինչպես նաև առաջխաղացման դեպքում չի ապահովում աշխատավարձի եւ պատասխանատվության համարժեքությունը։ Այս խնդիրների հասցեագրման նպատակով կառավարությունը 2025 թվականին պիլոտավորեց կատարողականի գնահատման եւ խրախուսման համակարգը, որը նպատակ ունի առաջնահերթ անելիքների կատարողականը գնահատելու միջոցով բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը։ Ընդ որում, գրավիչ պայմաններ ապահովելուն զուգահեռ արդյունավետության բարձրացումը ենթադրում է նաև հանրային ծառայողների կարողությունների ավելացում շարունակական կրթության միջոցով։ Ուստի աշխատակիցների որակավորման եւ աշխատանքի արտադրողականության բարձրացման նպատակով սահմանվեց խրախուսման միջոցների որոշ մասը կրթական ծախսերին ուղղելու պարտադիր պահանջ։ Այսպիսով, պիլոտային ծրագրի նպատակն է առավել արդյունավետ գնահատել առաջնահերթ ուղղություններով իրականացված աշխատանքը, խրախուսել բարձր կատարողականը, ապահովել պետական համակարգում վարձատրության համապատասխանությունը գրանցված արդյունքներին, բարձրացնել հանրային հատվածում աշխատանքի գերավչությունը եւ հանրային ծառայողների կարողությունը։ Այս նպատակների իրականացման համար 2025 թվականին պետական բյուջեից փաստացի հատկացվեց 3.6 միլիարդ դրամ։ Չնայած համակարգի ազդեցության ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել որոշակի ժամանակ անց, հիմա արդեն կարող ենք ասել, որ 2025 թվականի առաջին եւ երկրորդ կիսամյակների կատարողականների գնահատման գործընթացի միջանկյալ արդյունքը փաստում է, որ նոր համակարգը կարևոր նշանակություն է ստացել կառավարման մարմինների կողմից առաջնահերթությունների սահմանման եւ անելիքների կենտրոնացման տեսանկյունից։ Պետք է նշել, որ պիլոտային ծրագրի շրջանակում 2025 թվականի ընթացքում սահմանվել էին շուրջ 8 տասնյակ առաջնահերթ ուղղություններ, որոնց մասով կատարված աշխատանքը եւ արձանագրված արդյունքների չափումը նպաստել են կառավարության տարբեր կառույցների անելիքներն ավելի ուղղորդված եւ արդյունավետ դարձնելու։ Մասնավորապես բոլոր մարմինների համար թվայնացման, այդ թվում իրենց գործառույթների իրականացման նպատակով արհեստական բանականության գործիքների ներդրման օրակարգը սահմանվել է որպես գործունեության առանձին ուղղություն, որը միտված է արդյունավետ եւ քաղաքացիակենտրոն հանրային ծառայությունների մատուցմանը եւ երկարաժամկետում պետական ապարատի ծախսերի դիմաց ստացվող հանրային օգուտների զգալի ավելացմանը։ Պետք է նշեմ նաեւ, որ պիլոտային ծրագրի արդյունքները ներկայումս վերլուծվում են եւ նախատեսվում է այդ եզրակացությունների հաշվառմամբ մինչև 2026 թվականի ավարտը վերջնականացնել եւ ազգային ժողովի քննարկման ներկայացնել կատարողականի գնահատման հիմքով վարձատրության համակարգին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Մեր նպատակն է օրենսդրական մակարդակում հասցեագրել վարձատրության առկա անհամաչափությունները, կատարողականի գնահատման համակարգը դարձնել ավելի թիրախային, կապել աշխատանքի արդյունավետության եւ աշխատակիցների կոմպետենցիաների հետ, ինչպես նաև ապահովել կառավարման մարմինների եւ առանձին աշխատակիցների օբյեկտիվ գնահատումը, ապահովելով կառավարման արդյունավետության եւ հանրային հաշվետվողականության շարունակական բարձրացում։ Ամփոփելով խոսքս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի պատգամավորներին նախորդ տարվա ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերած կարևոր աջակցության համար։ Եվ իհարկե հաշվի առնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ կարող են լինել լրացուցիչ պարզաբանման կարիքներ կամ անհրաժեշտություն, պատրաստ կլինեմ մնացած լրացնել հարցերին պատասխանների միջոցով։ Շնորհակալ եմ։